Այսպիսով շարունակում ենք և մինչ Google Docs-ին անցնելը մեզ մնաց կատարել մեկ քայլ, մեզ մնաց տեղադրել Google Drive, դրա համար այստեղ կա այսպիսի բաժին Google Apps ու բոլոր ծառայությունները, որոնք տրամադրվում են Google-ի կողմից գտնվում են այստեղ, մեզ այստեղից հարկավոր է կլիկ անել Drive այստեղ, որպեսզի կարողանանք տեղադրել Google Drive-ը, մենք հայտնվում ենք մեր էջում Google Drive-ում, որտեղ էլ որ գտնվելու են մեր փաստաթղթերը հետագայում, նաև ֆայլերը։ Մեզ տրամադրվում է 15 GB տարածություն, որտեղ կարող ենք պահել տարբեր տեսակի ֆայլեր, փաստաթղթեր, նկարներ, վիդեո, աուդիո ֆայլեր։ Ու առաջի հերթին մեզ հարկավոր է այժմ տեղադրել Google Drive-ը մեր համակարգչում։ Դրա համար այստեղ կա Get Drive for PC։ Ես այդտեղ կլիկ եմ անում ու հայտնվում ենք արդեն Drive-ի էջում։ Այստեղից Download for PC կարող ենք նաև տեղադրել սմարթֆոններում։ Ես սեղմում եմ Download for PC, այստեղ համաձայնվում եմ պայմանների հետ, Accept and Install սեղմում եմ։ Ներբեռնվում է ծրագիրը, միացնում եմ այն, այստեղ Run, ծրագիրը տեղադրվում է, այստեղ սեղմում եմ Get Started շարունակելու համար։ Այնուհետև հարկավոր է մուտք գործել համակարգ արդեն Drive ծրագրում, որը գտնվում է մեր համակարգչում։ Ես մուտքագրում եմ AirPost-ի հասցեն, սեղմում եմ Next, այնուհետև գաղտնաբառը եւ սեղմում եմ Sign In։ Այստեղ Next կարող ենք նաև տեղադրել սմարթֆոնների համար Drive հավելվածը Next, Sync Options։ Այստեղ կա այսպիսի մի կարևոր փաստ, որ մենք կարող ենք Drive-ում այդ folder-ում, որի ուղղությունը նշված է այստեղ, այնպես անել, որպեսզի բոլոր առկա ֆայլերը եւ folder-ները աշխատեն սինխրոն եւ կարող ենք նշել, որ միայն այս կամ այն folder-ը աշխատի սինխրոն։ Ես թողնում եմ Sync Everything in my Drive, այստեղ նաեւ կարող ենք փոխել ուղղությունը այս folder-ի։ Ես թողնում եմ այնպես ինչպես կա, կարող ենք նաև դնել սահմանափակում upload-ի եւ download-ի արագության հետ կապված, download-ի ժամանակ ենթադրենք, որպեսզի լինի ինչ-որ մաքսիմալ կիլոբայթ վայրկյանում արագությունը։ Սա իհարկե պետք է գա նրանց, ովքեր ինտերնետ կապի համար վճարում են մեգաբայթի դիմաց։ Ամեն դեպքում ես սրանք բաց եմ թողնում եւ սեղմում եմ Start Sync։ Ըստ երևույթի ավարտվում է ողջ գործընթացը ու բացվում է մեր Google Drive folder-ը։ Եթե այստեղ ստեղծենք ինչ-որ ֆայլ կամ folder, ենթադրենք, այն միաժամանակ կհայտնվի նաև մեր Google Drive-ում։ Այսպես է աշխատում։ Բացի դրանից, desktop-ում հայտնվել են արդեն պիտակները Google Drive-ի, Google Docs, որին արդեն կծանոթանանք հաջորդ վիդեոից, Google Sheets, որին նույնպես կծանոթանանք, սա աղյուսակների հետ աշխատելու համար է նախատեսված։ Սա սլայդների ու ընդհանուր առմամբ Google Docs-ը դա Microsoft Word ծրագրի նման է, պարզապես ավելի կատարելագործված, ավելի հարմար տարբերակն է փաստաթղթերի հետ աշխատելու համար։ Google Sheets-ը դա Microsoft Excel ծրագրի փոխարինողն է, այսպես ասած, Google Slides-ը դա PowerPoint ծրագրի ավելի հարմար, հեշտացված տարբերակն է, որը նույնպես կդիտարկենք։ Եվ վերջում այստեղ close ուշադրություն դարձրեք, ներքևում հայտնվել է այս ծրագրի նշանը, որը նախատեսված է նրա համար, որպեսզի այստեղ ցուցադրվեն այս կամ այն ծանոթությունները։ Այստեղից մենք կարող ենք open Google Drive folder բացել folder-ը մեր համակարգչում, կարող ենք այցելել վեբկայք visit Google Drive on the web, այսինքն կբացվի սա և կարգավորումները գտնվում են աջ հատվածում, եթե մեզ դրանք անհրաժեշտ լինի փոխել, կարող ենք դա անել այստեղից։ Իսկ անջատելու համար Quiet Google Drive, այսինքն երբ որ մենք անջատում ենք ու անհետանում է արդեն այստեղից այս նշանը, դա նշանակում է, որ ինչ գործողություն որ անենք այս Google Drive folder-ում արդեն մեր մոտ, դրանք չեն բեռնվի մեր cloud storage, մեր Drive account, դրանք կմնան մեր համակարգչում։ Միայն միացված ժամանակ, երբ որ միացված է Google Drive-ը, միայն այդ ժամանակ, եթե կատարել ենք փոփոխություններ, հայտնվել են այստեղ նոր ֆայլեր, ենթադրենք փոխել ենք մեր folder-ի անվանումը, այդ փոփոխությունները միայն տեղի կունենան այն ժամանակ, երբ որ միացված է ծրագիրը։ Իսկ այն ենթադրենք Windows 10 օպերացիոն համակարգում կարելի է միացնել արդեն այստեղից։ Հայտնվում է նշանը,
սկսում է սինխրոնիզացումը ու արդեն մեր այս test անվանում ունեցող folder-ը հայտնվեց այստեղ, ավելի ճիշտ անվանափոխվեց այդ folder-ը։ Բոլոր փոփոխությունները տեղի ունեցան արդեն նաև այստեղ թարմացվեցին։ Սա ինչ վերաբերվում էր արդեն Drive-ին, իրականում ամեն ինչ շատ պարզեցված է, շատ հեշտ է աշխատելը ու արդեն կարող ենք անցնել Google Docs-ին։ Այստեղ այսքանը, մինչ հաջորդ վիդեո։